եկեք ծափարենք մեր այսօրվա հերոսներին, ովքեր իրենց ղեկավարների խնդրանքը կատարելու համար պատրաստ են ամեն ինչի, նույնիսկ ստել այդ նույն ղեկավարի կնոջը։ Ավելի բարձր ծափարենք։ Մարիամ, ըստ քեզ ինչով են զբաղվում աստղերը կադրից դուրս։ Դե քանի որ նրանց առօրյան շատ բուրն ու իրադարձություններով լեցուն է անցնում, ինձ թվում է կադրից դուրս նրանք հանգստանում են։ Մարիամ, դու կրկին անգամ սխալվում ես, որովհետև մեր աստղերը ոչ մի վայրկյան չեն հանգստանում։ Նրանք ամեն վայրկյան սպասում են, որ կարող են հայտնվել մեր հաղորդման շրջանակներում։ Եվ ես ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա աստղային սիրված հյուրին։ Շատ գեղեցիկ դերասանուհի, շատ լավ դերասանուհի Շուշաննա Թովմասյան, ձեր ծափարությունները։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Շուշաննա ջան։ Անցնենք նստենք, հա։ Սիրով։ Ինչպես ես քեզ զգում Շուշաննա բլեֆից հետո։ Լավ։ Շատ լավ ես զգում քեզ։ Ավելին քան։ Լավ, ես չեմ ուզում չարաշահեմ մեր հեռուստադիտողների համբերությունը եւ մեր հանդիսատեսի եւ անցնենք միանգամից քո բլեֆին այն ամեն ինչին, ինչ քեզ հետ տեղի ունեցավ։ Համաձայն ես։ Մեծ համբերությամբ։ Պատրաստ ես։ Լիովին։ Գնացինք։ Բլեֆ Շուշաննա Թովմասյանի մասնակցությամբ։ Ձեր ծափարությունը։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, այժմ մենք գտնվում ենք Armenia TV-ում, այս գեղեցիկ սենյակում, որտեղ այսօր տեղի ունենալու ֆիլմի քասթինգ։ Ինչ է նշանակում քասթինգ, երևի թե բոլորը գիտեն, ով էլ չգիտի, դա ասեմ, դա մի Մարիամ բան է, երբ ընտրվում է դերասան որևէ ֆիլմի կամ ծրագրի համար։ Այսօր այդ քասթինգին մասնակցելու է բոլորիս կողմից շատ սիրված, ես կասեի լացակումած դերասանուհի, եթե լիներ հանկարծ մրցույթ, օրինակ Օսկարում լիներ լավագույն լացողներ, ես վստահ եմ, որ այս աղջիկը միանշանակ կլիներ առաջին հորիզոնականում։ Խոսքը Շուշաննա Թովմասյանի մասին է, ով հեռուստադիտողներին ավելի հայտնի է որպես Էլեն դժվար ապրուստ ֆիլմից եւ Անուշիկ տնփեսա շատ ծիծաղալու հումորային հաղորդումից։ Ժենյան ժամանել է Մոսկվա քաղաքից, նա այդ ֆիլմի քասթինգ տնօրենն է, որը անցկացնելու այսօրվա քասթինգը։ Ժենյա, դե գտով։ Всё нормально։ Տաթևիկ Ժենյայի օգնականը, որը այսօր կօգնի Ժենյային այդ հարցում, այսինքն ավելի շուտ ադմինիստրատոր։ Ռուբինան էլ է մեզ հետ, իմիջայլոց Ռուբինան էլ այն աղջիկն է, որը միջև Շուշանիկին մտնելը պարզվում է, որ ինա էր անցնում քասթինգը։ Աբրահամ այն տղան է, որի վրա պետք է արվի փորձեր, այսինքն համբուրվել, գրկել, սիրարված հայացքով նայել Աբրահամի քիթիկին, շոյել նրա մազերը, գրկախառնվել, գրկագուրգուրվել եւ այլն։ Մի խոսքով ամբողջ կոլեկտիվը արդեն պատրաստ է, Մարիամ, ես ու դու ամենակարևորը պատրաստ ենք, չէ՞։ Ես օրինակ նենց եմ ուզում, որ գոնե մեկ անգամ մեր հեռուստադիտողը տեսնի Շուշանիկին ոչ թե լացելուց, այլ ծիծաղելուց։ Կստացվի մեզ մոտ թե ոչ։ Ինձ թվում է կստացվի։ Պետք է փորձենք։ Ինձ էլ է թվում, որ կստացվի, դե եկեք շատ չերկարացնենք, անցնենք մեր փորձերով։ Գնացինք։ When I'm looking at you and you're looking at me, I can feel something, oh what can it be? Are you liking my smile? Let's go out for a walk and have some fun, now the sun's gone down. Знаете, о чем фильм у нас будет? Нет, честно. Нет, это ремейк будет. Фильм «Кавказская пленница». Смотрели? Нет. Наверное, когда-то в детстве смотрели, да? Переснимает режиссер, ну он уже переснимал, получается, в фильме, вот, может, смотрели, недавно был, к 50 или к 60-летию Эльдара Рязанова сняли «С легким паром». Вот этот режиссер Виктор Васильев. Вот, и сейчас будет снимать с компанией Central Partnership. Сейчас мы вас запишем, там сделаем несколько снимков и там еще обсудим, где вы там снимались. Снимались, да? Да, я сейчас тоже снимаю. А сейчас, а где сейчас снимались? Сериал.
как драматический более. Ну да. А этот фильм будет более такой комедийного плана. Я сейчас в комедии. Комедии, да? А, то есть опыт есть небольшой. Да. Хорошо. Как вас зовут? Шушан. А фамилия есть, если что? Шана Томасян Садатова. Очень приятно. Меня же Женя зовут. Павлов Евгений. Вот, я директор по кастингу. Какой у вас опыт? В скольких фильмах снимались уже? То есть, я хочу так... Это второй, да, уже? Да. А первый какой был? 2 года. Ага, то есть вы и можете и поплакать, если что, если нужно будет, и посмеяться, да? А можно вас попросить изобразить вот немножко? Ну, плач. Да. Ну, мне нужно увидеть, как у вас это получится, чтобы я отметил для себя. У меня сесть или вот так? Это уже как вам удобнее плакать, то можете плакать. Посмеяться хоть сможете, если что. Да, о, отлично получается. Это улыбка, а не смех. А можете там, допустим, фразу сказать, ну, я девушка с Кавказа и не знакомлюсь со всеми. И как бы со злостью такой, с резкостью в голосе. Что здесь вот это? Я девушка из Кавказа, и я не общаюсь ни с кем. Ну, я девушка из Кавказа и ни с кем не знакомлюсь. Сцена будет, вы там убегаете от кого-то, спрятались и двигаются в вашу сторону, и вы как бы полаяли, как настоящая собака, чтобы подозрение, ну, вот как настоящая собака. Ну, вы же сами себя будете озвучивать там, в этом всем деле. Ну, ну, это так. Вот такая средняя собака. А, может быть, какие-то танцевальные там моменты были? Ну да, это тоже Да. нормально получается. Нормально Красиво, получается? да. Ага. А есть какое-нибудь, может быть, коронное какое-нибудь движение у вас или что-то такое? Посмеяться можете истерическим смехом таким? Как будто, знаете, ну, что-то нехорошее случилось, но у вас смех, он соответственный должен быть. Хорошо. А можете вот показать, вот Альберт у нас есть, сядет рядом с вами, и вот вы покажете, как вы... Нет, без поцелуя, просто вот влюбленный вид покажете. Вы можете показать, как вы его любите. А теперь с сожалением скажи, ну, мол, это, я девушка с Кавказа и со всеми не знакомлюсь. Так. Он тебя спас, а ты вот так вот. Я девушка из Кавказа и совсем не знакомлюсь. А теперь встань, отойди от него так же. И какое-нибудь движение резкое. Допустим, он позволил себе что-то лишнее теперь. Я девушка из Кавказа и совсем не знакомлюсь. Заткнись. Помяукать можешь, например? Как кошка? Как кот. Вот.
Марковский, знаешь, как коты? Я просто не понимаю все это. Это все, ну, это не к сценарию, это способности человека. Это способности, что ты можешь вообще. Вот. Это кот, как трансвестит какой-то получил. А есть именно кот такой. Мяу, злой такой. О, другое дело. Может, поплачешь все-таки? Слезы не надо. Просто сделать вид, что плачешь. Режиссер пришел? Да. Сейчас познакомишься с Виктором Васильевым. Знаешь такого режиссера? Ты видела ни разу? Очень знаменитый. Но он, я же говорю, снимал этот фильм с легким паром. Секундочку, буквально секундочку. Знакомьтесь, наш режиссер. Давайте еще раз, можно? Сами проведите, пожалуйста, кастинг еще раз. Можно, пусть она на меня погавкает сейчас. Можно, но если можно Прям не укай на меня, пожалуйста. с большой чувственностью. Vous ստանում տենց է, եթե տղայի սիրում ես ամենամոքի հաչար, գնալուց է ֆիլմի ավանես, գնացնում տենց է, Բրավո Շուշաննա, ես վստահ եմ, որ մեր հեռուստադիտողները համոզվեցին, որ չնայած քո երիտասարդ տարիքին դու արդեն կայացած պրոֆեսիոնալ դերասանուհի ես։ Եկեք մեկ անգամ եւս ծափարենք։ Շնորհակալություն։ Ոչինչ։ Իսկ մինչ այս շատ քաստինգների ես մասնակցել ու ինչ հարցեր են տվել քեզ իրական քաստինգների ժամանակ։ Անկեղծ ասած, ես կաստինգների չեմ մասնակցել։ Այսինքն սա քեզ համար առաջին անգամ էր, դրա համար դու գտար, որ նորմալ է, երբ որ քեզ ասում են հաչա։ Չէ, ես ոնց նկատեցիք լուրջ չէի վերաբերվում, այսինքն յուրաքանչյուր գործողություն անում էի ժպիտով զուտ կաստինգ է հիմա, դա հիմա էս կարգավիճակով, բայց մասնակցել տեղյակ եմ առհասարակ ոնց է անցկացվում կաստինգ ասվածը, բայց ինձ ընտրել են պարզապես այսպես արտաքնային, հետո ընթացքում այդ ամեն ինչը ինչ պետք է անել արդեն նկարահանման հրապարակում, բայց այն որ միած սա արա, միած նա արա, այդ իմ կյանքում չի Իսկ եղել։ գիտես Շուշաննա, հետաքրքիր է, օրինակ ինչն էր ստիպում քեզ մնալ սենյակում, չհեռանալ այնտեղից։ Ինչի՞ չէիր գնում։ Դե մարդը ժամանել ամեն դեպքում կաստինգ անցկացնում, խոսքը ավարտի նոր կգնայի։ Ճիշտ ասած, հետո որ ինձ ասած ռեժիսորն է գալիս, ամեն դեպքում սպասեմ տեսնեմով ռեժիսորը ու երևի թե ես ինքս ասեի, որ գիտեք ինչ, չէ, ուրիշին երևի թե ես չեմ համապատասխանում։ Այսինքն եթե նրանք քեզ ընտրեին, դու կհրաժարվեիր։ Եթե ընտրեին չէ, բայց ես ոնց հասկացա, քանի որ ես ոչինչ չէի կարողանում անել այն ինչ որ իրանք պահանջում էին, կարծում եմ ինքնին ռեժիսորը չէր ցանկանա։ Համաձայն։ Իսկ մի այսպիսի հարց, երկար ժամանակ սերիալում այդպիսի տրագիկ կերպար խաղալուց հետո դժվար չէր միանգամից հումորային նախագծում նկարվել ու քեզ համար որն է ավելի հոգեհարազատ։ Այս դեպքում հոգեհարազատ չեմ կարող ասել, որ այս դեպքում ես անում եմ, որովհետև եթե խնդիրը տրված է, փորձում ես ինքնին գտնել քեզ դրա մեջ։ Այսինքն իսկ տպավորություն է Շուշանա, որ դու նկարում ես հումորային հաղորդման մեջ, բայց այն որ դաթարներ են լինում, մի հատ դուրս ես գալի, լացում ես, հանգստանում, դզվում ես, հետ ես գալի, էլի շարունակում ես։ Ես առհասարակ լացի այդքան էլ ծեր չունեմ։ Ես քեզ ճանաչելով վստահ կարող եմ ասել եւ բոլոր հեռուստադիտողներին ասել, որ դու իրոք լացելու հետ ընդհանրապես սեր չունես, բայց համենայն դեպս դու 3 տարի անընդմեջ լացեցիր եւ դա նու 2 տարի ինչ արեց արե մի տարիներ արե ոչինչ մի տարի ես կոմենքում լացելու համար ես նույնիսկ արդեն պահեր գալի երբ որ տանը նստած ես ասում էի մեղք է այս աղջիկը հերիքա մի լացածրեք ես մարդուն արդեն
Այ այսօր էլ ես վստահ եմ, որ մենք նես չարեցինք, չէ՞ որ դու լացես, հակառակը նես արեցինք, որ դու մի քիչ ժպտաս։ Փորձենք բարձրացնել նաև քո տրամադրությունը։ Եվ ես ասեմ, որ քո բլեֆում հայտնվել է միակ անակնկալը, չէ՞ որ մենք քեզ համար պատրաստել ենք Շուշան, հա։ Մենք նաև չէ, նես չի, որ հիմա ինչ որ բանա պայթելու։ Դե լավ է։ Բան բարձրանա օդ, չէ, դրա մասին չի խոսքը։ Ես ուզում եմ ասեմ, որ այսօր քեզ նաև շնորհավորելու է եկել շատ սիրված մի երգիչ, վստահ եմ, որ դու իրեն շատ սիրում ես, որը քեզ համար հատուկ այսօր երգելու է մի շատ գեղեցիկ երգ։ Խոսքը Նարեկ Մակարյանի մասին է, ճանաչում ես։ Իհարկե։ Ծափարենք Նարեկ Մակարյանին։ Իսկ մենք ձեզ խոստանում ենք հանդիպել եկող ուրբաթ։ Հաջողություն։ Բայց ով կանի նման, որ հերվում ծուլվել է երկնքին, Սիրտը իմ ամուր կապել ես քո սրտին, ու հիմա լինենք ասես երկուսով, միշտ իրացկտող, բայց երկինքուցով, հավատա երասանքի կրկում եմ, այն պային երբ քեզ կրկում եմ, թող այս պահը երկարի, անիմաստորից թե նեղանաս ու ինձանից թե հեռանաս դու իմ արևը կմահի, քեզանից մի վայրկյան հեռու, սիրտը իմ չի դիմանալու, թե ինձ ամուր գտնի, իմ սրտի կողքին, սիրտը քո սարքին, քեզ տեսնելիս մի բան, ինձ համար աշխարհն է քարանում, դու իմ աչքերից, միթե չես հասկանում, չէ՞ որ ինձ օդի պես ես հարկավոր, հավատա երասանքի կրկում եմ, այն պահին երբ քեզ կրկում եմ, թող այս պահը երկարի, անիմաստորից թե նեղանաս ու ինձանից թե հեռանաս դու իմ արևը կմահի, քեզանից մի վայրկյան հեռու, սիրտը իմ չի դիմանալու, թե ինձ ամուր գտնի, որ սրտիս կողքին, սիրտը քո սարքին, թող աչքերը քո անվերջ շպտան, էլ չեմ ուզում ոչինչ ինձ հավատա, ես քեզ սիրում եմ, հավատա երազանքի գրկում եմ, այն պահին երբ քեզ կրկում եմ, թող այս պահը երկարի, անիմաստորից թե նեղանաս ու ինձանից թե հեռանաս դու իմ արևը կմահի, քեզանից մի վայրկյան հեռու, սիրտը իմ չի դիմանալու, թե ինձ ամուր գտնի, իմ սրտի կողքին, սիրտը քո սարքին, իմ սրտի կողքին, սիրտը քո սարքին, իմ սրտի կողքին, սիրտը քո սարքին,